Սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել իմ ընկեր 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանի դատական գործի աբսուրդ լինելու մասին, ինչը փաստում է, որ ներկայիս դատական համակարգը խորը ճգնաժամի մեջ է։ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, իրեն մեղավոր չի ճանաչում։ Քրեական գործունեությունում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել վերջինիս մեղավորության մասին։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի օգոստոսին քրեական հետապնդմանը ենթարկվել Սուրեն Մանուկյանը։ Եվ ես այսօր այստեղ կանգնած եմ ոչ թե որպես մեկ դատավորի վարքագծի մասին խոսելու, այլ արդարադատության համակարգի խորքային հիվանդության մասին բարձրաձայնելու։ Տավուշի մարզի առաջատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը իր վարույթում գտնվող քրեական գործով 2026 թվականի օգոստոսի 1-ին հաղորդում է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի եւ մյուսների գործով մեղադրյալներից մեկի դեմ եւ ստացել է տուժողի կարգավիճակ։ Այո, հարգելի գործընկերներ, նույն մարդը միաժամանակ եղել է դատավոր եւ տուժող։ Սա իրավական պետության աբսուրդն է, ակնհայտ շահերի բախում, ավտոմատ բացարկի հիմք, բայց ինչ է տեղի ունեցել իրականում, դատավորը ինքնաբացարկ չի ներկայացրել, չի տեղեկացրել կողմերին, թաքցրել է իրական տուժողի կարգավիճակը։ Պաշտպանական կողմը դրա մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ հարց է ուղղել դատավորին։ Երբ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ներկայացել է բացարկի միջնորդություն, դատավորը ոչ թե լուծել է հարցը, այլ ժամանակ է շահել։ Եվ 2026 թվականի հունվարի 7-ին բացարկն արդեն գրավոր ներկայացված էր, դատավորը հայտնել է, ցիտում եմ. «Ես դիմել եմ, որ ինձ հանեն տուժողի կարգավիճակից»։ Այսինքն դատավորը փոխել է փաստական իրավիճակը, որպեսզի կարողանա մերժել բացարկը։ Սա ինչ է, եթե ոչ մանիպուլյացիա, իշխանության չարաշահում, անձնական հաշվեհարդարի փորձ։ Ավելին, դատավորը սկզբում լիովին համաձայնվել է տուժողի կարգավիճակին, հարցաքննվել որպես տուժող, միայն այն պահին է հիշել անաչառությունը, երբ իրեն բացարկ են ներկայացրել։ Հարգելի գործընկերներ, անաչառությունը չի վերականգնվում հետին թվով, վստահությունը դատարանի նկատմամբ չի վերականգնվում հնարքներով։ Երբ դատավորն իրեն պահում է որպես կողմ, նա այլևս չի կարող լինել դատավոր։ Այս գործով կայացված ցանկացած որոշում հասարակության համար ընկալելի չի կարող լինել, թե որպես արդարադատություն, թե որպես հետագա գործի ընթացք։ Սա արդեն ոչ մեկ դատավորի, այլ համակարգային խնդիր է, եթե այսօր չխոսենք այս մասին, վաղը որևէ քաղաքացի չի հավատա, որ դատարանում իրական գործում է արդարությունը։ Եվ վերջում մեկ նախադասություն, ես պահանջում եմ, որ այս դեպքը ստանա հստակ քաղաքական եւ իրավական գնահատական, որովհետեւ առանց անաչառ դատական համակարգի չի կարող լինել արդար պետություն։ Սարգիս Ղանդանյան